Պատիվ, ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Գտնենք, թե իրականում ինչ է կատարվում և աշխարհում, և Հայաստանում, և վերլուծենք մի քանի կարևոր բաներ, այնպես, ինչպես իրենք են ներկայացնում, ոչ թե այդ ձևով, այնպես, ինչպես իրականությունն է։ Ինչպես ասել եմ ամեն մի ֆիլմում և կրկնել մի քանի տասնյակ անգամ, վարագույրների հետևը դուք չեք տեսնում, եթե դուք գնում եք թատրոն, դուք չեք տեսնում, թե ով է դրա հեղինակը, ով է դրա ռեժիսորը, միայն տեսնում եք դերասաններին, իսկ կուլիսների հետևում ինչ է կատարվում, ամենակարևորը դա է, որպեսզի հասկանաք, սա թատրոն չէ, որպեսզի նայենք, սա մենք ենք իրականության մեջ, բայց կուլիսների հետևում է ամեն ինչ կատարվում։ Նույնը եթե դուք դիտում եք որևէ ֆիլմ, ապա այդ ֆիլմը դուք դիտում եք դերասանների անունները կարդալով, դուք չեք կարդում, թե ով է գրել այդ սցենարը, ով է ռեժիսորը և իրականում ինչ են ուզում դրանով ասել։ Եվ այս մասին նաև մի քանի համառոտ տեղեկություններ նույնպես կտրվի, թե ինչ անեք։ Քանի որ այս մասից սկսեցի, ասեմ ձեզ, որ մեկ դիտի այնպիսի կինոներ, հատկապես ամերիկյան, որը նկարահանվել են վերջին տարիներին։ Դրանք կամպյուտերային մեծամասամբ գորշ վայրերում, արև չկա, լույս չկա և արագ շարժումներ ձեր հոգեկան վիճակը ավելի վատթարացնելու, ընկղմելու դրա մեջ։ Միևնույն ժամանակ հեռախոսներով խաղում եք տարբեր խաղեր կամ դիտում նույնպես այդ TikTok-ում և այլն 1-2 րոպեանոց, որտեղ վայրկյանը մեկ փոխվում է ամեն ինչ, դրանք նույնպես աշխատում են նրա վրա, որպեսզի ձեր ուղեղը չկարողանա նորմալ մտածել։ Մի ֆիլմից անցնում եք մեկին և այդպես շարունակ, և TikTok-ն էլ պատահական չէր, որ նորից չինացիներին ամերիկացիները գնեցին։ Եվ մյուս բոլոր նման հաղորդումները և այլն, կամ երեխաները, ովքեր հարուստներ են, հատկապես այդ թանկ խաղեր գնելով, դրանով երեխային փչացնում եք։ Նախ առաջինը, որ ֆիլմը դիտելուց կամպյուտերով կամ հեռախոսով միևնույն ժամանակ ավելի շատ այդ խաղերը խաղալով, պրոցեսորն ավելի շատ է աշխատում, իսկ պրոցեսորի աշխատելու ժամանակ, ինչպես ասել եմ, էֆիրի այդ փոքր մասնիկները, որոնք մեզ համար ամենակարևորն են, նրանք արդեն կամպյուտերի շրջակայքում, նրանք մահանում են, կամպյուտերն է ինքը խլում ձեզնից դա։ Դրա համար երեխաները կամպյուտերի դեմը շատ նստած հենց դրանից են վատ զգում, ոչ թե մոնիտորին նայելով։ Մոնիտորին նայելով նրանք կարող են միայն տեսողությունը վատանա, իսկ ընդհանրապես ֆիզիկական հատկությունները վատանում է դրանից, որովհետև ինքը այլևս ոչինչ չի ստանում։ Իսկ նորմալ երեխան, նա պետք է անընդհատ դրսում լինի, որպեսզի հատկապես ցերեկային ժամերին։ Եվ այդ մասին նույնպես կասեմ։ Նաև այստեղ այն հարցը, որ սերիալները դա ձեզ կախվածության մեջ է գցում այդ ֆիլմից, և դուք ձեր առօրյայում կամ ձեր կյանքում, ձեր երեխաների կյանքում ինչ պետք է կատարեք, դա չեք կատարում, անցնում եք այդ տափակությունները դիտելու։ Ավելի լավ կլինի 1-2 սերանանոց ֆիլմ դիտեք, որտեղ քիչ շարժում է, շատ խոսակցություն և իմաստալից ֆիլմեր դիտեք, ոչ ավելին։ Իսկ այժմ անցնենք արդեն հարցերին։ Պատիվ չունեք։ Իրոք սրանք պատիվ չունեն, բայց մտածենք այն տեսակետից, ինչպես իրենք են մտածում։ Երբ որ ես փողոցում նստած մի անտուն անձնավորության մեծ գումար տվեցի, ընկերս ասեց, ինչի համար տվեցիր այդ մեծ գումարը, ասեցի նրա համար, որովհետև նա այդտեղ նստած է։ Միգուցե իրոք երևում է, որ խմող չի և փող վատնող չի, հազիվ ծայրը ծայրին հասցնի։
ասես լավ էլի, ասի դե վերցրա այդ կարտոնի կտորը ձմեռով նստիր մի 5-10 րոպե, չեմ ասում ժամերով, որ ինքն է նստած, կտեսնես, որ սա դժվար է։ Հիմա սրանց տեսակետից այս ամենը վերլուծենք։ Սրանց երիտասարդ հասակում տարել են այդ քայլին։ Եվ իրենք էլ լավ գիտեն, այս բոլորը լավ գիտեն, որ մենք գիտենք, որ իրենք KGB-ի գործակալ են և միևնույն ժամանակ տարբեր երկրների լրտեսներ են։ Եվ բացի այդ, նրանք քանդել ավերել են Հայաստանը։ Հայաստանի ամեն ինչը, Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի գյուղատնտեսությունը, Հայաստան աշխարհը որպես ֆիզիկական երևույթ, միևնույն ժամանակ Հայաստանի բոլոր հիմնական բուհեր, հաստատություններ, հետազոտական և այլն, պատմություն, ամեն ինչ սրանք ավերել են։ Հիմա սրանց տեսակետից վերցնենք, քանի որ ընտրություններ են մոտենում, նախապես պատրաստվեք այս ընտրություններին։ Եթե սրանք պարտվեն և գա նորմալ հայ, ինչ է կարծում, սրանց հետ ինչ է կատարվելու։ Բոլորդ էլ ճիշտ եք, սրանց հետ պետք է կատարվի, պետք է սրանց վրա խաչ քաշվի, թե ինչպես երկար տարիներ բանկ պետք նստեն, թե պետք է գնդակահարվեն, դա արդեն այդ կառավարությունը կորոշի։ Այսինքն դրանից խուսափելու համար սրանց ինչ է հարկավոր, սրանց հարկավոր է, որ նման մարդիկ չկան։ Եվ սրանց մոտ կուտակված ամենամեծ հայկական գումարները միևնույն ժամանակ նաև ունենալով ոստիկանություն, սրանք գնալու են այն քայլին, որ նորից իրենք են հաղթելու։ Եթե իրենք չեն հաղթում, ապա հայ ազգը հաղթելով իրենք պարտվում են։ Այսինքն իրենց սպասում է կամ մահապատիժ այս 4-ին, կամ սպասում է ծանր կյանք։ Իսկ քանի որ հիմա ունեն հնարավորություն դրանից խուսափելու, ձեզ ինչ է թվում, այս խաժամուժը այդքան ուղեղ ունի, թեկուզ համարենք, որ բոլորը հայ են, համարենք հայ են, նրանք այդքան հնարավորություն և պատիվ ունեն, որպեսզի նրանք ցած դնեն կամ հեռանան, ինչպես նախորդ ֆիլմերից մեկում ասացի, սուտ հիվանդություն իրենց վրա ստեղծեն, գնան արտասահման մի տեղ վերընկնեն ու դրանով հարցը փակվի։ Սրանք այդ քայլին չեն գնա։ Եվ եթե մտածում եք կամ այսօր դրել են իրենց սազանդարներին, որ ընտրությունով Հայաստանում որևէ բան է փոխվելու, ընտրությունով որևէ բան չի փոխվելու։ Կատարենք հասարակ հաշվարկ։ Իրենք այդ բոլոր խժռողները, իրենք ոստիկանապետեր, զինվորական այդ բարձրաստիճան, այդ նստեցրել են տարբեր գործերի և այլն, մարզպետներ և այլն, բոլորին վերցնենք։ Բոլորին գումարելով իրեն պլյուս ոստիկանները 100,000 մարդ։ Թողնի այդ թիվը 40,000 մարդ, 40,000-ը 5-ով բազմապատկենք 200,000 մարդ, 200,000 մարդ, որը ունի ավելի շատ գումար, 10%-ն է ձեր կազմում, եթե 2 միլիոն մարդ էլ կա Հայաստանում։ Ինչ է թվում, որ նրանք պետք է այդ չունևորի դեմը ծնկի գան և այդ բոլորը հանձնեն, չէ, այստեղ նրանք դեռ չեն տեսնում դրսի վտանգը, նրանց համար այսօր ամենակարևոր վտանգը դա դուք եք։ Իսկ երբ Արցախյան պատերազմի ժամանակ ասում էի, մի ֆիլմեր կա և բացի ֆիլմը այդ նկարները կա, չեմ տեղադրել, որպեսզի ոչ մարդկանց մոտ չառաջացնի նաև, քանի որ իրենց երեխաներն են, չառաջացնի նաև զգացմունքների և լացուկոտ և այլն։ Հայ տղաները մոտավորապես 10 մետր բարձրության, 10x10 լայնության երկարության արկղներով զենքերը տեղադրված կողքը կանգնած մոլորված էին, որից հետո ադրբեջանցիք զարմացել էին, թե այսքան զենքը այստեղ ինչ են թողել։ Սրանք պայմանավորվել էին այդ ամենը, սրանք թողեցին։ Բայց
Այստեղ նաև են հարցը, սրանք պայմանավորվել էին Արցախի հարցում թողեցին, բայց հայ զինվորը, որը արդեն տեսնում էր, եւ զինվորները, որոնք չեն մահացել, վերադարձել են, բոլորն էլ ասում են ամեն ինչ ծախում էին, ամեն ինչ ծախած էր, եւ քաոս էր այնտեղ տիրում, որպեսզի մարդիկ մահանան կամ հետ փախչեն։ Ինչի՞ չէիք այդ զենքերը վերցնում եւ գալիս սրանց հարցերը լուծում։ Այսինքն հույսները դրել եք ընտրությունների վրա, ընտրության ձևով ոչ մի փոփոխություն չի լինելու։ Այժմ ինչի Լավրովյան պլանով սրանք չհանձնեցին Արցախը, ինչ տեղի ունեցավ։ Ինչպես նշեցի եւ չեմ ցուցադրում, միայն խոսենք, այս տականքի հետ եկավ հանդիպեց Կանադայի վարչապետը, այդ Ջասթին տականք, եւ այս տականքին արդեն հանձնարարություն էր տրված, որպեսզի պատերազմ լինի, պատերազմով Արցախը տան։ Այստեղ նա ներկայացնում էր այլ պահանջ։ Այդ Կանադայի վարչապետը սրան ներկայացնում էր, որ ուզում են աշխարհի մեծերը փորձարկեն, տեսնեն, թե դրոններն ինչպես են աշխատում։ Եվ դրա համար Հայաստանը դրոններ չէր գնել, որպեսզի միակողմանի դրոնների դեպքում տեսնեն ինչ է կատարվում աշխարհի մեծերը, քանի որ հայերը ամենալավ կռվող ազգն են, տեսնեն, եթե հայերը դիմադրում են կամ ինչ չափի, որպեսզի այլ տեղեր օգտագործեն, որը տեսան, որ ռուս-ուկրաինական պատերազմում այդ բայրակթարները իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Դրա համար այս տականքը գնաց ոչ թե Լավրովյան ծրագրով, որ Արցախը մնար եւ 2 ռայոնը մեզ 5 ռայոնը հանձներ, այլ լրիվ 7 ռայոնները հանձնեց։ Սա փաստ է եւ այս փաստը ժամանակին նաեւ կդրվի այս տականքի եւ այս բոլոր տականքների դեմը։ Ահա թե պատճառն ինչ էր, որ չհանձնեցին, եւ ինքն էլ պարզ ասեց, որ կարող է այդ ձևով հանձնել եւ Արցախը կմնար եւ այդքանը։ Բայց Ջասմինը սրան չէր ասել, նաև Ջասմինա թե գրողի ցավա Ջասմին ասենք, այդ տականքը սրան չէր ասել, նաև որ այդ ամբողջը տալուց հետո մեղրու հարցն է, իսկ մեղրու հարցը դրվել է դեռ սրա ժամանակ, որ դա տալիս են ամբողջ Արցախը թողնում են իրենց երկու շրջանների հետ միասին։ Դրա համար ոչնչացրեցին եւ Դեմիրճյանին եւ այն Սարգսյան Վազգեն եւ մյուսներին նրանց հետ։ Եվ ինչ է կատարում։ Սա տեսնում է, որ այդ ամենը այդպես է իր աղբոր տղերքի հետ միասին, ինչպես նաեւ գիտենք, որ իր ախրաննիկին եւ Ալեվի ախրաննիկին ոչնչացրեցին, գնում է գործարքի վաճառի։ Դե եթե ասել եք պատերազմ, աշխարհը մեզ արդեն դեմ չի կանգնի, մենք էլ լրիվ տանք, եւ լրիվ տվեցին սրանք այդ ամենը կլոր գումար դնելով ից գրպանը։ Եվ այսօր նաեւ արցախցիներն են Հայաստանում։ Ինչ է կատարվում, եթե արցախցիները ադրբեջանցի բնակիչ են, ինչ գործ ունեն Հայաստանում, եթե Հայաստանի անձնագիր չի նրանց տրվում, այլ Հայաստանի կողմից տրված դրանց անձնագրերը վերցվում եւ նոր անձնագրեր է տրվում Ադրբեջանի անձնագրեր։ Երկրորդը, նրանց տալիս են Ադրբեջանի անձնագրեր, որովհետեւ այդ 100,000-ը սրանք չի ընտրելու եւ 100,000-ը բացի սրանք չընտրելը նաեւ ունեն ազգականներ, բարեկամներ Հայաստանում, նրանք էլ նույնը սրանք չեն ընտրել։ Դրա համար նրանց տրվում է Ադրբեջանի անձնագրեր։ Եվ այն հարցը, որ Արցախը իրոք սրանք վաճառել են, սա արդեն բավական է եւ Հայաստանի մի մասը արդեն։ Սա արդեն բավական է, որ սրանք ընտրություններ, եթե եղավ, այդ ընտրությունները հազար ձևով պետք է կեղծեն։ Ինչպես կատարվեց Նիկոլի ընտրությունների ժամանակ, կամ ազգը չի գնալու քվեարկության, կամ այդ տականքներին ում դրել են, ազգը լավ էլ զգում է ով է։ Նրանք դրանց չեն ընտրելու, նորից իրենք են անցնելու իրենց անձնակազմով։
Եվ այստեղ թե Արցախի հարցը, թե մնացածը, թե արդեն Զանգեզուրի հարցը, սրանց համար դա նշանակություն չունի։ Դրա համար, ում համար որ նշանակություն ունի, նրանք պետք է վերացնեն, ում համար որ նշանակություն չունի։ Եվ նաև այն հարցը, դուք մտածեք, օրինակ սրա նման մտածեք, դուք արել եք հազարավոր կեղտոտ քայլեր, եւ այդ կեղտոտ քայլերը նաև ջրեր էս է դուրս եկել, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, մի քաղաքի չափ էլ չկա, մի մեգապոլիսի, ամենափոքր մեգապոլիսից էլ փոքր է, եւ ամբողջը գիտեն։ Դուք ինչ չեք կարծում, եթե սրա փոխարեն եք մտածում, սա պետք է ինչ-որ բան հանձնի, կամ պետք է համաձայնվի այն ամեն ինչի հետ, որ կան հայեր, եւ դրանից հետո ինքը կամ սրանք դատաստանի առաջ կանգնեն, չէ, իհարկե որ այդ բանը չի կատարվելու։ Այժմ մի փոքրիկ հարց ու անցնենք առաջ, նորից այն ամենը մանրամասն քննարկենք։ Վիլսոնյան, Հայաստան եւ Ռուսաստան։ Ես արդեն կոնկրետ մարդկանցով չեմ դիմելու, այլ ասեմ, մի օգտատեր գրել էր, դուք ու իմիջիալոց ասեմ, հին հայ աստվածների մոտ եւ մինչեւ Ռուսաստանին սովետական միության կարգերի մեջ մտնելը, դուք ընդհանրապես հայերը չեն օգտագործում եւ հայ աստվածները դուք չեն օգտագործել։ Իրար դիմելուց, նույնիսկ սովորական մարդը իրար դիմելուց դու են ասել, քանի որ դուքը դա շատ է նշանակում, ինչ-որ քանակ, իսկ դուն դա մի անձնավորություն է։ Ռուսները դա օգտագործել են են իրենց իբր արիստոկրատներ, որպեսզի իրենք ավելի բարձր են, բայց կարող էին այլ ձևով։ Եվ այդ մտել է հայերի մեջ։ Եթե դիմում եք ինձ, ապա դույով դիմեք, ես դրանից ուրախ կլնեմ, ոչ թե վատ կզգամ, ես էլ ձեզ նույնը դույով կդիմեմ։ Եվ այստեղ հայ օգտատերը գրում է, որ դուք ու այդ Վիլսոնյան Հայաստանը բարձրացնող Արա Պապյանը ասում եք այսպես, այնպես, տեսակ Ռուսաստանը, Անգլիան ասել էր 10,000 քառակուսի կիլոմետր, Ռուսաստանը Հայաստանին 30,000 սարքեց եւ տվեց, ոնց եք դուք ռուսներին դեմ կանգնում։ Սիրելի հայեր եւ հատկապես ռուսասերներ, որոնց մեծ մասը Ռուսաստանում է իր կոպեկը աշխատել, ես դա հասկանում եմ, հաց տվողի ձեռքը չեն կծում կամ հաց տվողին չեն վարկաբեկում, հայոյում կամ դանակը կողում հետևից մեջքը, այլ սիրում է հաց տվողին, բայց այստեղ կա մի պարզ ճշմարտություն։ Եթե մենք նայում ենք Ռուսաստանի քարտեզը, Ռուսաստանը սա ինքը կախեց։ Ռուսները իրենք այսքանը սոց երկրներ էր։ Եվ այս ամբողջից այսօր թողել է մենակ կապուտը։ Այս ամենը նույնպես տվել է, ռուսները տվել են։ Այս կապուտից էլ այժմ է տալու։ Եվ ռուսները հայերի համեմատած կարծես կան լակոտը 80 տարեկան մարդու հետ խոսը։ Նրանք ցեղ են, մենք ազգ ենք։ Եվ այդ ցեղի, որ բազմա ցեղ այս մեծ տարածությունը պահպանում է, դա պահպանում է նրա համար, որպեսզի սրանց նավթով, բենզինով, Մենդելեևի աղյուսակով ապահովի։ Ուրիշ ոչ մի բանի համար այս տարածությունը նրանց պետք չէ։ Եվ նրանք ինչ էլ ասում են, այդ ռուսը կատարում է դա։ Դա ոչ թե ռուսն է տվել է 30,000-ը, երբ որ Անգլիան ասում էր 10,000, որը հիմա Նիկոլանք տանում են 10,000-ի, այլ քանի որ հայերը հանդիսանում են աշխարհի խելացի ազգը, դրա համար 120-150 ռուբլով հայ գիտնական, գիտատեխնիկական աշխատողները
պետք է աշխատեին սովետական միության համար, մտնելով սովետական միության կազմի մեջ, որից հետո այդ գաղտնիքները պետք է Գորբաչով, Ելցին, Պուտինն էլ հիմա Իլոն Մասկի միջոցով է այդ ամենը անում, պետք է փոխանցեն իրենց տերերին, իմիջիալոց նախ նահանգներ են ուղարկում, հետո սրանց մոտ է գնում, քննարկում։ Այդ էր նպատակը, եւ դրանից հետո այս 35 տարվա ընթացքում արդեն քանդում ավերում են Հայաստանը, քանի որ իրենց թվում է շատ զարգացել են, էլ մենք պետք չենք։ Իսկ եթե Ռուսաստանի գովքը նորից անում եք, ապա հիշեք, որ ռուսները իրենք են պրեսնատ գալիս, որ Բոսֆոր դառնելի պատճառով ձեզ հայել պետք է խուրդենք եւ թուրքերի հետևը համբուրենք։ Դե հիմա նայեք ռուսական քարտեզին, բացի Բելարուսը այստեղ սաղ փակ է, այս ներքևով էլ չեն կարող։ Այստեղից էլ ուր են գնալու, եւ միայն մնում այս մասում էլ նախ սրանք ու սրանք են, եւ վերևով Բալտիկն էլ են փակում դեմները, այնպես որ ռուսներին գովացողները քարը փեշներից դատարկեք եւ ոչ թե ես իմ ֆիլմերը եթե ուշադիր լսում եք, ես ոչ թե ասել եմ, որ Վիլսոնյան Հայաստանը մեզ տալու են, ասել եմ, որ բրուտները այս հարցը եւ այս քարտեզը գծել են նրա համար, որ եթե լինի ինչ որ իրավիճակ, որ իրենք թուրքերը նրանց դավաճանեն կամ ռուսները բարձրացնեն այս հարցը եւ հիմա էլ մեր հետևը պաչելով մեզ դարձնեն ագրեսոր ինչ-որ մի քայլ անելու։ Իսկ այս դեպքում Արա Պապյանի բարձրացած այս հարցը, սա Արա Պապյանը չի, սա դեռ Ասալայի ժամանակ եւ դրանից հետո ցանկացած հայ գիտեր, որ այս քարտեզն է հանդիսանում Հայաստանի իսկական քարտեզի մի մասը, պլյուս նաև այստեղի մասերը։ Եվ ռուսների գովքը մյուս անգամ անելուց մտածեք, ռուսը լավ բան արել է, թե չէ։ Սովետական միության ժամանակ ավելի շատ հայ կոտորվել է այստեղ։ Երկրորդ համաշխարհայինին ավելի շատ հայ կոտորվել է, քան որևէ մի ազգի տեսակ։ Եվ մնացած հարցերը, թե ինչի թուրք եւ ադրբեջանցի գործարարները այստեղ վխտում են եւ կարևոր առևտրական օրգանները իրեն ձեռքում է, իսկ հայերը արդեն հետ քաշված միայն մանր-մունր գործերով են զբաղվում, այդ ժամանակ կհասկանաք ռուսը մեր բարեկամն է, թե ռուսը մեր թշնամին։ Եվ այստեղ ամենակարևոր հարցը, այս կոմիկ դերասաններին դնելուց հետո, նաև Էփշտայնի այդ հարցը բարձրացնելուց հետո, նաև երեկոյան, այսօր առավոտ եմ կարդացել, ստացա 111-ից հաղորդագրություն, որ հնարավոր է հենց բրուտը այդ տականքը ինքը թագավորությունը ոչնչացնի եւ գաղտնի մնա իբր, ինչպես ասում են, համաշխարհային գաղտնիք կառավարությունը, նրանք են աշխարհը հսկում եւ ոչ մի երկրի ղեկավար դրա հետ գործ չունի։ Նաեւ այս հարցով նա գնում է սրան, այսինքն ինքը արդեն դառնում է գաղտնի, իբր գլոբալիստներն են, գլոբալիստների ներկայացնում են այնպես, որ գլոբալիստների մի մասը նահանգներում է, կան Չինաստանում, կան Հնդկաստանում, կան Ռուսաստանում, կան Եվրոպայում եւ այլն, Ճապոնիա եւ այլն, դրանց բռնելը, դրանց գտնելը դժվար է եւ այս կեղտոտ քայլին է գնում նաեւ այս ձևով։ Հնարավոր է կատարի հիմա, հնարավոր է կատարի որոշ ժամանակ հետո, բայց նրա նպատակը հետո աշխարհը կսկսի ասել, տեսակ ինչ թասեբով մարդ էր, աղբերը այդքան Էփշտայնի մոտ կեղտոտություն արավ, ինքը հրաժարվեց իր թագավորական ամեն ինչից։ Սա էլ մի նոր ձև է, քանի որ արդեն իրենք կոմպյուտերներով
շտուշնի ինտելիգենցիայով են աշխարհը հսկում եւ կառավարում, իրեն ինչին է պետք թակավոր մնա, իմել կմնա գախնի նորից երեխաների միսկ ուտեն, նորից ամեն ինչ կանեն, անունը կդրվի գլոբալիստներ, որոնց չենք կարող տեսնել եւ գտնել, կարծես նրանք այլ մոլորակայիններ են։ Եվ այս քայլը ճիշտ է 111-ը եւ ես միշտ մտածել ենք, որ այս քայլին գնալու է, դեռ սրա մոր այդ կախարդի ժամանակ էլ կախարդներ ասան, որ ունեն մի թրջուն արծիվի նման եւ նրան էլ ցուցադրեցին 2000-ական թվականներն էր, որ եթե նա սատկի, դա նշանակում է մեր կառավարությունը, թագավորությունը կործանվում է, իբր կործանվի թագավորությունը եւ կեղծիքի միամտությունը որտեղ է, որ նախորոք արդեն այդ մասին տափակ դուրս են տալիս, ինչպես Հայաստանում այդ Սերժիկ Լևոնականները տափակ դուրս են տալիս, հետո ասում են որտեղից իմացվեց այս ամենը, հետո նոր կատարում։ Հիմա այդ Էփշտայնի գործը նաև կարող է բերել նրան, որ շուտով կամ որոշ ժամանակ հետո նաև իբր ինքն էլ հրաժարվեց, այլևս չկա թագավորություն, գլոբալիստներն են թաքնված եւ այլն, եւ այդ ձևով է արդեն աշխարհը կառավարվելու, որպեսզի մարդիկ ոչ մեկից պրետենզիա չունենան։ Ինչ են կատարում։ Դրանով կատարում են այն պլանը, որ նախագծած ունեին։ Թողնում են 2 միլիարդ մարդ, մեկը իրենց տեսակը, անգլոսաքսերը, մյուսը մնացած աշխատողները եւ ռոբոտների հսկողության տակ այդ մյուսները կիսառոբոտ իրավիճակում պետք է աշխատեն։ Դա ստրկության ամենազզվելի ձևն է, ավելի ստրկության լավագույն ձևեր, երբ որ սևամորթներին տանում էին Ամերիկա եւ շաքարի եւ այլ այդ արտերում աշխատեցնում, քան սա, որը կարող է մարդուն նույնիսկ նստացնեն ամենագեղեցիկ սենյակում կոմպյուտերի առաջ, բայց նա մարդ չէ, նա գիտի, որ իր մտածածնել են իրենք զգալու, իրեն ծեծելու են, իրեն ջարդելու են, ինքը արդեն կորցնում է բոլոր տեսակի մարդկային հատկությունները, այդ դրան են գնում, դրա համար հնարավոր է նաև ինքը հրաժարվի։ Կլաուս Շվաբին, եթե լսեք իրենց այդ Կլաուս Շվաբը, կհասկանաք, թե ինչ ծրագրեր են նախատեսել եւ ինչպես են այդ ամենը կատարում, ես ուրիշի ասածը չեմ ուզում երկար ու բարակ գնել։ Այժմ ընտրություններ, ինչ են կատարելու այս տականքները։ 5 հոգի դնելու են սպիտակներ, տարբեր գույների, մեկը Արցախն է հետ բերելու, մյուսը Հայաստանը դարձնելու է նորմալ երկիր, երկրորդը բոլոր սրիկաներին ոչնչացնելու է, չորրորդը էս բոլորի ասածը միասին, հինգերորդն էլ ավելի մեծ գաղափարներ, բայց բոլորը սուտ։ Իսկ 5-ը լինելու են իրենք, ես մի մասը լինելու է Լևոնականներ, ես մի մասը լինելու է Ռոբերտ Մուրովականներ, ես մի մասը լինելու է Սերժիկ Նարիմոնովներ, այս մեկը դոդիկներ եւ այս մի մասը իբր լինելու են իսկական հայեր, բայց միգուցե նաեւ միայն մի մաս է, 10-ից մեկն է լինելու դու, իսկ այստեղ միացնելու են այդ իրենց 30-40 կուսակցություններ, մեկին դարձնեն համար 1 գովաբանություններով, մեկին 2-3 եւ այդպես շարունակ։ Այստեղ ինչ են նրանք նախատեսում։ Այստեղ նրանք նախատեսում են, որպեսզի նաև Նիկոլին փոխեն։ Ինչ կատարել Նիկոլը։ Նիկոլը այն ամենակարևոր իրենց հերթականությամբ Հայաստանը քանդեցին բրծան եւ քանի որ հիմա էլ արդեն այդ 10,000-ի հարցն է, սրանցից որևէ մեկին բերելու են այդ 10,000-ի հարցը, որպեսզի լուծի։ Սրանք էլ ունեն իրենց աուդիտորը։ Օրինակի համար այստեղ հավաքում է 10,000 ձայն, մի 20,000 սրա համար է հավաքում, մի 30,000 սրա համար է հավաքում, մի
20,000 էլ սրա, մի 80,000, 100,000 սրանք իրենցով հավաքում են ձայն, այս բոլոր տականքատերերը միասին, բայց սրանք էլ պետք է ձայն հավաքեն, հա ձայները կեղծեն, բայց հիմա արդեն այն բանն է, ոչ թե սրանք փորձելու են կեղծելով անել այդ ամենը, սրանք փորձելու են եւ աշխարհին եւ հայ ժողովրդին ցույց տան, որ տեսեք նորմալ ընտրություններ է եւ իրենց միջից բերել են սրանց։ Այժմ ինչ եմ ձեզ առաջարկում։ Ես ասել եմ եւ կրկնում եմ, որ մայիս ամսին մինչև ընտրությունները, մայիսի սկզբին կամ ապրիլի վերջին ամենաշուտը ապրիլի վերջին, մայիսի 3-ից 4-ից բոլոր այդ կուսակցությունների դիագնոզը տված կասեմ, բոլորը եւ փաստերով այս ովքեր ներկայանալու են որպես իբր ոչ տականքների դրածներ։ Այստեղ նաև շեշտեմ մեկ օգտատեր գրել է ինչ որ սկսում գովել եւ այլն, 3 անգամ էլ կրկնել է, դուք մեզ զինեք, մնացածը մեր գործն է, կտեսեք ինչ կանենք։ Սիրելի բարեկամներ եւ սիրելի հայեր եւ ոչ սիրելի հայ տեսակներ, հիշեք այս կանը, ես ավելի ինտելիգենտ եմ, քան դուք կարծում եք, եւ ավելի ձեզնից եւ խորամանկ եւ ձեզնից ավելի շատ հասկացող, քան կարծում եք, այդ մի քանիսիդ մասին է խոսքը։ Եթե ցանկանում եք զինվել, գնում եք լֆիկի սուպերմարկետ, գնում եք պեպսի կոլա, աղ, շաքար, լուցկի, օճառ եւ նման առարկաներ, գալիս եք, Google-ում գրում եք զենք, դրանցից որից կարելի է ինչպես պատրաստել, Google-ը անմիջապես ձեզ պատասխանում է, դնում եք այդ զենքը պատրաստում եւ առանց ինձ գնում եք դուք դառնում եք ազգի հերոսներ, դա ձեր գործն է, ինչ կանեք, իսկ եթե ես եմ ցանկանում ինչ-որ բան անել եւ անելու եմ, ես դա անելու եմ միայն ես, 111-ի առաջարկությամբ եւ իմ ցանկությամբ, իսկ դուք ինչ ցանկանում եք անել, դուք ինքներդ արեք։ Եվ նաեւ պրովոկացիոն հարցեր ինձ մեկ տա, նաեւ այդ պրովոկացիոն հարցերին կանցնեմ։ Ինչ է ձեզնից պահանջում հայաստանցիները եւ ընդհանրապես աշխարհի հայեր, որպեսզի սրանց ճանաչեք։ Տեսեք սրանց ամենից շատը, որ հեռուստաալիքներն են հրավիրում հիմա իրենց մոտ, լսեք նրանց լրիվ զրույցները, հասկացեք զրույցները ինչի է ուղղված եւ երբ որ հարցերը լինում, դուք տվեք ձեր կոնկրետ հարցերը, որպեսզի հասկանաք։ Եվ կհասկանաք սրանցից որը ում ալիքներով է շատ ելույթ ունենում, ում մարդն է, սա ում մարդն է, սա ում։ Բոլորդ ինձնից էլ լավ գիտեք ինչպես անեք այդ բոլորը եւ բոլորը Հայաստանում եք գտնվում եւ ավելի շատ Հայաստանում եղել եք Հայաստանի հետ կապ ունեք, քան ես։ Նորից եմ կրկնում, իմ միակ նյութը այս անձնավորությունն է, ես միայն սրանով եմ զբաղվում, իսկ սա ձեզ օգնելու եւ ճշմարտությունը ճանաչելու համար եմ ասում։ Իսկ ինչ մնում է իմ քայլին, ես իմ քայլը կկատարեմ եւ այդ քայլը մոտենում է, քանի որ եւ ես եւ իմ ստացած եւ 111-ի եւ Մայքլի եւ մնացածի տված տվյալներով երևում է, որ այդ ամենը մոտենում է եւ իմ քայլը մոտենում է, ես իմ քայլը կկատարեմ, դրա համար դուք ձեր քայլը կատարեք եւ գնացեք սուպերմարկետից կարող եք ձեր զենքերը գնել։ Հետ չեք վերցնի։ Սելի հայեր, նաեւ դուք տվել եք այս ձեր ամեն ինչը, ձեր հողամասը, ձեր գումարը, ձեր ֆաբրիկան, ձեր ինստիտուտները, ձեր ամեն ինչը տվել եք սրանց։ Դուք սրանցից հետ չեք վերցնի այլևս։ Ինչի համար։ Քանի որ միջինը գցենք 10,000 դրամով ծախվել է 600,000 մարդ, սրանց պետք է 600,000 մարդ,
ապա նրանք 6 միլիարդ դրամ դրել են դրա մեջ։ Այդ գումարը նրանք պետք է հետ բերեն, որը 15 միլիոն դոլար է։ Այլ ծախսեր, այդ ամբողջ կազմակերպիչները եւ այլն, բոլորը միասին $50,000 ամեն ընտրություններում սրանք ծախսում։ Եվ այդ $50,000 քառապատիկը նրանք պետք է տանեն։ Եվ այդ մյուս նրանց համար աշխատողները, ովքեր եկել են ձեզ 10,000 դրամը տվել եւ դուք քվեարկել եք, այդ մարդիկ սրանցից գործ պետք է ուզեն, գումար պետք է ուզեն, սրանցից վերևները նույնպես գործ ու գումար են ուզելու եւ սրանցից վերևները մինչեւ հասնի իրենց գործ ու գումար։ Եվ դա դառնում է մոտարապես սրանից էլ ավել մի $80-100 միլիոն եւ $100 միլիոն դոլարով սրանք դառնում են նախագահ եւ այլն։ Իսկ արդեն Նիկոլի ժամանակ ձեր էշությունը նա էր, որ առանց սրա այդ ամենը կատարեցիք եւ սրանք հիմա դրան է սովորել։ Հիմա այստեղ հարցը որն է, Հայաստանից տայել են այսքան գումար, իրենք ունեն այսքան գումար, բա այսքան գումարը որտեղից։ Երբ որ երեկվա ստացած փաստերն են ստուգում, իմ ստացած թվերը, թե որքան է սրանք տարել եւ հիմա դարձել է այսքան, այս տականքների մոտ։ Ինչպես նշվեց, Սերժիկ Սարգսյանը ոչ մի տեղ առանց նշելու, ոչ մի փաստաթուղթ չկա, որ Հայաստանի 3-րդ նախագահը գնացել է Մոնակո, բայց երբ որ գնում է Ռուսաստան, Պուտինին հանդիպան, Եվրոպարլամենտ եւ այլն, այդ բոլորը կա։ Բայց նրա անձնական սայթերում երբեք չի եղել, որ նա գնացել է Մոնակո կռվել, կամ սրա սայթերում չի եղել, թե որ երկիր է գնացել ինչի համար։ Այդ ամենը գաղտնի է թողնվել, բայց այդ ամենը կա նաև Ինտերպոլում, կա նաև այդ ամենը համաշխարհային այդ որ ճանապարհով որտեղ են թռել, ով է թռել, ինչ է թռել, այդ ամենը կա եւ այդ ամենը նույնպես ժամանակին կներկայացվի, թե այս երկուսը ինչպես են ներքաշված եղել նարկոբիզնեսի մեջ եւ զբաղվել են խոշոր քանակի նարկոտիկներ վաճառելով, գնել եւ վաճառելով։ Սա նստել է ընդամենը 10 տարի եւ հենց առաջին մի քանի տարուց հետո արդեն սկսել է այդ գործը։ Նույնը այդ գործում եղել է նաեւ Նարիմանը։ Սա կատարում էր արտասահմանյան երկրների հետ, միևնույն ժամանակ այն անձը, որին ստիմում է, որ փաստեր ասեն, ինչ-որ մեկի մասին, սա լինում է տարբեր երկրներում եւ իր նարկոտիկի նաեւ բիզնեսը զարգացնում։ Եթե Հայաստանից այս տականքը գողացել էր այսքան, ապա իր եկամուտը տարվա մեջ դառնում է այսքան, քանի որ միևնույն ժամանակ նա զբաղվել է նարկոտիկով։ Նույնը նաեւ Նարիմանովը։ Եվ քանի որ ինքը հանդիսանում է պապան, ապա պապան հասկանալով այդ ամենը, որ դրանք որտեղից են նաեւ այդ գումարը բերում, պապային նույնպես մոծվում են այդ տարվող գումարներից։ Այժմ թե հայ ազգը ինչ իրավիճակում է գտնվում այսօր, ոչ միայն Հայաստանում։ Այս տականքի նստելուց հետո պլյուս Վանո Սիրադեղյանը եւ սրանք էլ դրա հետ միասին ոչնչացրեցին բոլոր հայ այն հարուստներին եւ ազդեցիկ մարդկանց, որոնք արտասահմանում այլ երկրներում կարող էին հայերի ոչ միայն պատիվը, նաև հայկական փողեր այդտեղ աշխատել եւ ազգին պահել, ինչպեսին էին Սերժ Ճիլավյանը եւ այդ դատավարությունն էլ երկար Վանոյի վրա գնում էր Երևանում եւ հետո էլ Լևոն Հայրապետյանը։ Բացի դա Ղանդիլյան եւ այլն բոլորի անուն ազգանունները չշեշտենք այստեղ չծանրաբեռնելու համար։ Եվ այս տականքները միշտ էլ այդ գործը կատարել են եւ այդ ամենը վերցրեցին արդեն իրենց ձեռքը։ Այսինքն Հայաստանից դուրս բոլոր բիզնեսները եւ ազդեցությունը պետք է լինի իրենց ձեռքում։ Ինչ կատարեցին։ Ռուսաստանում ոչնչացրեցին իրական Ռուսաստանում գտնվող հայ էլիտային, դրեցին իրենց տականքներին Աբրահամյան, նաև ինչ են ասում, Կարեն այդ Կարապետյանը ինչա դրան։
Նույնը նրանք Լևոնի Լակոտի ու Վանոյի միջոցով ներխուժեցին նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայերը, որոնք Լոս Անջելեսում 1 միլիոն մարդուց ավելի են օֆիցիալնի, բայց ոչ օֆիցիալնի 3 միլիոնի կարգի հայկական հայ, նրանք բոլորը լուռ են, քանի որ նրանք բոլորը աշխատում են սրա Լակոտի ու Վանոյի հիմնարկներում եւ այնտեղ եթե ինչ-որ մի բան է տեղի ունենում, ապա միայն սրանց հրահանգով է տեղի ունենում, որ դրանք ոտքի են կանգնում։ Այնպես որ եթե հույսները դրել եք նայեք Ռուսաստանի հայ, իրոք իրենցով աշխատած շատ քիչ, մի 40,000 կարելի ասել Ամերիկայում, մի կես միլիոնից ավել կարելի ասել Ռուսաստանում կան այդ մարդիկ, որոնք իրենցով են աշխատել։ Նրանք կարող են եղանակ փոխել, եթե գան Հայաստան։ Իսկ մնացածին սրանք բոլորին փչացել են, թե հարուստներ, թե անունով մարդիկ, թե անունով գիտնական, թե բժիշկ, թե ինչ-որ արվեստի մասնագետ, բոլորին այս տականքները փչացրել են։ Եթե տեղյակ չեք, իրենք այդ մասին լավ էլ արտահայտվել են։ Մի քանիսին գնդակահարել, ինչպես նաև կար մի հաղորդում Ամերիկայի Միացյալ Նահանգներից Ստեփանը նախ սրան քարկոծում էր, հետո իրեն ծեծելուց հետո սրան սկսեց գովել, նորից թասիբը չտեղից սկսեց քարկոծել, գնդակահարեցին, վերջացավ այդ ամեն ինչ։ Այդպես սրանք ոչնչացել են նաև թուրք լինելով հայերին ամբողջ աշխարհով մեկ։ Երբ որ ես ասում եմ, որ սա ավելի մեծ վնաս է տվել, քան Աթաթուրքը եւ բոլոր պատերազմներում հայերը, որ պարտվել են թուրքերին թե այլոց, ավելի քիչ վնաս են տվել բոլորը միասին, քան այս տականքը, որքան վնաս է տվել եւ այս տականքների հետ միասին։ Նաեւ Մեղրին այդ ժամանակ դարձել էր նարկոտրաֆիկի այս երկուսի եւ Պապան էլ մեծ փայն էլ տանում նարկոտրաֆիկի ճանապարհ։ Այստեղ նաև այդտեղ ոչ թե սրանք թշնամի էին Ալիևի հետ, այդտեղ փայուն եւ Ալիևը եւ Պուտինը եւ իրենք բոլորը փայուն էին այդտեղ։ Բոլոր աշխարհում Կոլումբիայից սկսած վերջացած Աֆղանստան կամ այլ երկրներ, որտեղ նարկոտիկ է արտադրվում, այս երկուսի անունը ամենտեղ էլ կա, Պապայի անունը այդտեղ գաղտնի է մնում։ Այնպես որ եթե մտածում եք, որ ես միամիտ մարդ եմ, չգիտեմ ով ում հետ կապ ունեցել կամ սա ում մարդն է, ինչպես է հայտնվել ինչ-որ տեղ կամ սա ինչպես, այդ բոլորը նաև փաստերով, ինքնաթիռներում, որտեղ են գտնել եւ այլն, ամեն ինչ կա մեզ մոտ։ Կարող ենք այդ ամենը ներկայացնել, բայց ինչի չենք ներկայացնում, քանի որ ընտրություններում երբ որ կուսակցությունները այստեղ կառաջարկեն, որ այստեղ այս մեկ կուսակցությունն է գնում, համար 2 կուսակցությունը Պողոս Պողոսյանի, Պետրոս Պետրոսյանի համար 3 կուսակցությունը, կասեն, որ Պետրոս Պետրոսյանը դա Լևոնի մարդն է, Պողոս Պողոսյանը դա Ռոբիկ Ումուդովի մարդն է, այս մյուսն էլ Նարիմանով Սերժիկի մարդն է, ժողովուրդ, հանկարծ սրանք չընտրեք, այս երկուսն էլ սրանք նիկոլական են, այս մեկը նիկոլական է, այս մեկն էլ բոլորի դրած այս ինչ մարդն է, որը իրենից ներկայացնում է այս ինչ, երևում է այսպիսին, բայց ներկայացնում է այս ինչ։ Իսկ այժմ դուք ունեք փետրվարը վերջանում է, մարտ, ապրիլ 60 օրից ավել ունեք սրանց լսելու, համոզվելու, մեկ է բոլորդ մեծ մասը Հայաստանում չէ աշխատում, դիվան քշողեք, այդ դիվանի ամրագոտիները ամրասեք, որ վայց չընկնեք, ձեր հեռախոսները, բոլորի ձեռքին էլ հեռախոս է, դրեք միասիրեք լսեք սրանց և դրանից հետո ինքներդ հասկացեք և ինձ մեկ գրի, որ դուք ինչ եք մտածում, դու ինչ մտածում ես այդ մարդու մասին, գրի, որ ես եմ մտածում, իսկ ես կկարդամ, որ Պողոսյան Պողոսը լավ էլ անձնավորություն է, նա լավ հասկացել է, որ համար երկրորդը դա սրիկա պոռնիկի մեկն է, սա կլինի ճիշտ գաղտնի, հետագայում արդեն բոլորին կդնենք իրենց տեղը, իսկ հիմա կարիք չկա
արտահայտել, որ հետո նրանք իրենց զապասնոյ վարիանտին չբերեն համար մեկի տեղը, հիմա ասեցին, որ Սուրիկը վատն է, Սուրիկին հանեն, հմել բերեն Յուրիկին դնեն էստեղ։ Այսինքն կամ մինոր, իրենք դեռ ժամանակ ունի, որպեսզի դա տեղ չունենան նաև դա։ Հետագայում կհասկանան, որ էստեղ պետք է նորից կեղծիքը անեն, բայց նաև ձեզնից է կախված, թաղամասերով լավ մարդկանցով հավաքվեք, ձեր թաղամասի դրոցա, թե որտեղ է ինչ է կատարում, այդ փակեք։ Ոստիկանը գալիս, թե ինքը գալիս, վրան երկու հատ ճվճվացեք, ոստիկանն էլ ձեր թաղի լակոտ պետք է լինի։ Ձեր նկատած կգնա, ում ինչպես ցանկանում եք, նորմալ ընտրում եք, վերջում ասում եք 340 հայերին ձայն է եկել, 22 այդ տականքներին է ձայն եկել, ու վերջ։ Դա կլինի հայերին։ Բայց նորից եմ շեշտում, ընտրությունները, եթե նույն բրախտված ձևով եղավ, ոչ մի ընտրություն չի լինել։ Իսկ այս օգտատիրոջ ասածը արդեն պատասխանեցի, մտեք սուպերմարկետ եւ ամեն ինչ կգտնեք։ Եվ հետո լեզուները ես ներկայացնում եմ ինչ կան, դեմքերով չեմ ներկայացնում բոլոր այդ լկտի եւ սրանցից սնվող այդ բոլոր բյանների մասին էլ անգիր գիտեմ, թե ով ու մարդն է ինչ են անում։ Կամ մեկ նայի, կամ նայում եք, միայն նայեք այդ ում են ցուցադրում ինչի համար, որպեսզի հասկանաք, թե այդ մարդը իրոք ում մարդն է։ Եթե շատ ցանկանաք եւ գոնե օրը 20 րոպե մտածեք, կգտնեք, որ Պողոսյան Պողոսը Լևոնի մարդն է, կամ այս ինչը Ռոբիկ Ումոդովի մարդն է, այս ինչը Նիկոլի մարդն է։ Մենակ հաղորդումը դիտելուց լավ մտածեք, տեսեք ինչ է խոսում, ինչ է ասում, որ ռադիոկայաններն են ամեն օր դրան հրավիրում, այդ ամենը կգտնեք։ Իսկ ինձ կմնա միայն վերջում ձեզ ապացուցելու ձեր գտածը։ Իսկ եթե դուք ոչ մի բան չեք անելու, ես ասելու եմ Սուրիկը ես ինչի մարդն է, բայց Սուրիկին գնալու է 10,000 հոգի ընտրի, Սուրիկը նստելու է 2 ամիս, ինչպես Նիկոլի ժամանակ էր, ասեցի Նիկոլը տականք է, դրա հեռախոսը գողացեք, տեսեք, որ դա լրտես է, դա Նարիմանովի հետ պայմանավորված էր, սկսեցին այդ օրերին ինձ աշխարհի հայոյանքները գրել, չանցած մի 2 տարի, 20 թվից հետո սկսեցին արդեն բա դու ճիշտ էիր, նույն մարդն։ Որպեսզի դուք ճիշտ լինեք, դուք ինքներդ զբաղվեք այդ ամեն ինչով։ Այստեղ նաև սրանց հարցը, այսպիսի բաներ նորից անելու են, նորից sense տականներ են բերելու եւ ձեզ շեղեն իրական հարցից, եթե սա ձեր տունն է, լավ այսպես նկարվեց, այս ձեր տան մուտքն է, այս էլ փողոցն է, իսկ այստեղ հարևանի տունն է, եթե նրանք այստեղ ինչ-որ բան են պայթացնում կամ ճվճվոց են անում, այսինքն նրանք այստեղից գալու են մի բան կատարեն։ Գողը հակառակ ուղղության վրա է ձեզ ուղղում, որ հակառակ կողմը ինքը այդ գործողությունը կատարի, կամ մեկ այլ ուղղությամբ, կամ մյուս ուղղություններով, ձեզ զբաղեցնում մինչև սա ինքը կատարի։ Դրա համար նաև դա հասկացեք, ամեն ինչ մանրամասը չպետք է խուրդվի ասվի։ Նաև այն մասին, որ այս մի ֆիլմ ցուցադրեցի, որ հայերը շատ հիվանդ են այդ քաղցկեղով բուժում են, մի քանիսը գրեցին այդ աշխարհը իսկ էլ չի բուժում։ Հարգելի օգտատերեր, հարգելի այս հաղորդումները լսողներ, ուշադիր լսեք, նորից եմ կրկնում։ Եթե մարդը արդեն քաղցկեղ ունի, կարևոր չէ առաջի ստադիա թե 4-րդ ստադիա, նա առաջին հերթին պետք է կատարի դիետա, լևատիվ, սոդա եւ պերեկիսը, քան աշխարհը, իսկ աշխարհը երբ ցանկանա կարող է կատարել այդ ընթացքում։ Կարևորը սրանք է, որ կատարի հատկապես դիետան եւ լևատիվը, որպեսզի
թթվայնությունը իշնի ալկալիությունը բարձրանա գոնե ու հասնի, որ ձեր այդ ռակի կոմուրկաները սկսեն արդեն չաշխատել, իսկ պրոֆիլակտիկ և ընդհանրապես արյան և հյուսվածքների մեջից ռակը հանում է այդ Մենդելևի աղյուսակի բոլոր ծանր էլեմենտները հանում է միայն սիսեռը, իսկ երբ արյունն են փոխում, արյունը փոխում են դեռ հյուսվածքներում, բացի արյան մեջ կա նաև այդ նույն մասնիկները, օրինակ ալյումին կա, և որքան էլ հանես, կատարեք այդ ձևով, նա մնում է, իսկ սիսեռի դեպքում սիսեռը արյունը և հյուսվածքները մաքրելով ամեն տեղից ճիշտ է, այս պրոցեսը շատ դանդաղ է, բայց առաջին հերթին պետք է կատարեք սա, եթե սրանք չեք կատարում, գրել էր սիսեռը հետ շոուտ չի տվել, մենակ սիսեռով չես կարող այդ հարցը լուծես, և այս աշկարն էլ ինքը պարզ խոսացել է, բոլորի հետ ովքեր ունեցել են, եթե ուռուցքը մեծ է եղել, ասել է գնա հեռասա, սիսեռը չի էլ օգնի, սիսեռը կօգնի միայն որոշ ժամանակ հետ, իսկ աշկարի հետ ես միշտ վիճել եմ, որ ինչի չես ասում, որ այս մեթոդը անեն, չգնան ուռուցքը հեռացնեն, քանի որ ուռուցքը հեռացնելուց նաև օդ է անցնում այդտեղ, իսկ ռակի կոմուրկաները սիրում են օդ, չեն սիրում թթվածին, և ավելի արագ են բազմանում, ավելի լավ է կատարի լևատիվը, մաքուր դիետան, սոդան և պերեկիսը, քան հեռացնեն այդ օրգանը, հեռացնելուց հետո էլ նորից պետք է այս ամենը կատարես, ավելի լավ է սա կատարես, նրա աճը նախ կանգնեցնես, հետո դրանից հետո սա կատարես, իսկ այս պրոցեսը մինիմում 1-2 տարի պետք է դնես, որ արյունը սկսի մաքրել և հյուսվածքներիդ մի մասը, իսկ 4-5 տարում ամբողջ հյուսվածքներն ու արյունն է մաքրում, դրա համար սիսեռը, երբ որ նշված է այդտեղ, սիսեռը դրա հետ շատ քիչ կապ ունի, և բացատրել եմ սիսեռը ինչ է կատարում, նա ինչ է կատարում, տանը կատարեք փորձ, վերցրեք մի փոքրիկ աման, վախենում եք մեծը վերցնեք, մատնոցի չափ աման, մեջը գունավոր հեղուկ սարքեք, գցեք սիսեռ հանեք, տեսեք որքան ժամանակ հետո է մաքուր ջուր դառնում, և փորձեք դա հանել, նորից ավելացնել ինչ-որ արյուն, որի բաղադրությունը նույնպես նորմալ էլ չգիտես կամ այդ արհեստական է, հյուսվածքներից նորից այդ արյունը, որ աշխատում է, նորից լցվելու է էստեղ, և այս պրոցեսը թանկ է, երկարաժամկետ է, արյունը փոխելով կան դրան, մի քանիսի մոտ, որոնց մոտ քիչ է, սա օգնել է, կարող են ասել, որ օգնել է, բայց ընդհանրապես մարմնից հեռացնելու, վերցրեք մի ամանի մեջ լցրեք, թեկուս մեխը խարտոցեք, լցրեք մի ամանի մեջ, ինչ դեղ ուզում եք լցրեք, ուզում եք այդ ջուրը փոխեք 1000 անգամ, դահատեից դուրս չի գալու, մինչև չկարողանաս իրեն կպցնես մի բան, քաշես, անես դենն է տես, նաև այդ հարցը, իսկ Հայաստանում նաև այս մլիցեքը, ասել եմ, նրանց գենը, նրանք արդեն հայ չեն, նույն է այս տականքները, սրանք հայ չեն, այսօր սրա այս ծվծվածող, ձերնը գոռում էր, կամ սրանց այս կեղծ հայացքները, արդեն ինձ հայտներ, որ սա Նիկոլի պրոյեկտ է, և մնացած այդ պրոյեկտները, ովքեր ավելի շատ բարձրաձայն հաչում են, որ Նիկոլը տականքը էսը, նրանք բոլորը այդ 4-ի պրոյեկտն են, նորից եմ կրկնում, մի կին միայն խոսեց, որ թաղեմ Նիկոլի գլուխը, երեխուս գլուխը տարավ կերավ, տարան նստասեցին, իսկ սրանք Նիկոլին հել, մեր անբարոյական, տարբեր տեսակի գոմոսեքսուալիստ, ինչ ասես ասում են, ինչի չի բռնում այս տականքների, որ այս հաղորդումներում տարբեր տականքներ, որովհետև պայմանավորված է, որ հանկարծ, եթե նույնիսկ իրական հայերը անցնեն Նիկոլ սրանց բռնեն, ապա դրանք էլ դուրս գան հետը,
իբր իրենք էլ են ընդդիմություն եւ այլն։ Այս ամենը լավ հասկացեք։ Լավ ըմբռնեք եւ աշխարհը, ասել եմ սխեման։ Ամեն անգամ մի երկուսը ճիշտ են գրում, կրկնությունը։ Ամեն անգամ դուրս է գալիս կրկնություն։ Այսօր մենակ կրկնություն չէր, այն հարցը, որ դուք ինքներդ զբաղվեք եւ այս բրուտի հարցը եւ այստեղ նաեւ Արցախը ոնց տվեցին այս տականքները, ինչ էր պատճառը, ինչ էր խոսակցությունը գնացել, ինչի այս ձևով տվեցին։ Այստեղ համաշխարհային զենքերի փորձարկություն են կատարում, նախ հայերիս վրա, հետո մյուսների վրա։ Դրա համար սրանք բոլորը տվեցին ու ծախեցին, քանի որ աշխարհի տերերը դրանք էին իրենք առաջարկել, որ այդպես անեն, կարար սա չաներ։ Լավրովի պլանով աներ։ Եվ աշխարհի տերերին գնացին, ծախեցին կլոր գումարը, դրեցին ձեռքը։ Այստեղ սրանք, որ Հայաստանից տայել են այսքան, աշխարհի բոլոր այդ կեղտոտ գործերի մեջ սրանք էս բոլորն էլ եղել են կեղտոտ գործերի մեջ։ Եվ Հայաստան եւ պոռնկությունից եւ նարկոմանիայից սրանց գրբանները նաեւ դրանից է լսվել այդ գումարները։ Նաեւ մյուս հարցերի մասին կոնկրետ ասեցի։ Եթե շատ կոնկրետ հարցեր ունեք, այդ հարցերը ասեք, կպատասխանեմ այստեղ։ Եվ եթե այդ հարցերի մասին չասեն։ Այստեղ նաեւ երբ որ ես ասում եմ Եվրոպայում իսկական բնիկ ազգեր եղել են Ֆրանսիան, բրուտները, գերմանացիք, լեհերը, սիցիլիացիք, այսինքն մնացածը դրանց խառնուրդ են կամ այլ խառնուրդներ ուրիշ տեղից եկած։ Իսկ հայերի նրանց այդ խառնուրդը նույնպես հայերը մեծ խառնուրդներ ունեն բոլորի մեջ, թե որի մեջ որքան է 111 ունի, ես այդ հարցը ինձ համար այդքան էլ կարևոր չի, ես դրանով այդքան էլ չեմ զբաղվում։ Ճիշտ է, նրանց ունեցած տվյալից մի քանիսը հայտնում եմ ձեզ, բայց դա ինձ համար նշանակություն չունի, ես ընդհանրապես այլ հարցերով եմ զբաղվում։ Եվ նաև երբ որ հարցեր են լինում այդ հունական այսինչ առասպել է կամ աստվածաշունչը, ես կեղծ գրած գրքերի պատասխանատուն չեմ։ Այդ կեղծ գրքերը եւ հունական եւ այլն, այդ ամենը սրա ստեղծագործությունը։ Եվ կգա ժամանակը եւ բոլոր ցեղերը, ազգերը, նույնիսկ ադրբեջանցին, նույնիսկ հունգարացին, նույնիսկ այնտեղ բուլղարացին կկանգնեն սրանք ասեն, այս շան տղա, բա մենք որտեղից ենք, ոնց ենք մենք առաջացել։ Եվ այս հարցն ենք մենք դնելու, որ մարդիկ այս հարցը բարձրացնեն, թե իրենք ով են, որտեղից են եկել։ Շատ ազգերի դա ամեն օրվա կռվի եւ խոսակցության առարկան է, քանի որ իրենք չգիտեն ով են, որտեղից են եկել։ Բայց ես ձեզ ասացի, դուք ով եք, որտեղից եք, ինչպիսին եք առաջացել, ինչ եք կատարել աշխարհում եւ ով եք աշխարհում։ Հետո էլ նաեւ այն հարցը, այսօր դպրոցներ է փակում, պետք է դասատուները եւ աշակերտները ծնողներով գնան Նիկոլի գլուխը ջարդեն։ Հարցը այսպես է եղել, որ հայ աստվածները, որ խելացի երեխաներ են գնում վերցնում բերում էին, չէ, գնում էին ծնողներին, խնդրում էին, ասում էին քո երեխեն այսպիսին է, այսինքն նա արդեն ծնողներին 1000-ից մեկ էր տեսնում, գալիս էր գիտական գործերի սովորում եւ այլն գիտական գործերի աշխատում, եւ այդ ծնողը հնարավորություն ուներ նաեւ նրա փոխարեն մեկ այլ երեխա ուներ, որպեսզի երկու երեխա ծնողը ունենար, այսքան